Միշտ ասել եմ դու ուժեղ ես, բայց ինձ կոտրեց իմ ամուսնու մահը։ Ինչ է սրա մեջ էլ հերիքը տեղ չի անի։ Մի հատ էլ պահի, այս մեկը դու կարաս վերցնես։ Դու լույս ինձի, այս մեկը դու շալակի։ Կողքից լսում եմ, որ ես ուժեղ եմ, բայց ես մեջ ես ուժեղ չեմ, ես ոնց կարամ, բայց ինձ տրամադրեցի, պետքա ես անեմ, ուրեմն ոնց կարամ կանեմ, լավ թե վատ անում եմ։ Այս էլ կարաս տնես։ Ես Ֆաթիման եմ, 39 տարեկան եմ, ապրում եմ Արագած գյուղում։ Ճմրթված, թարս վիճակում, անգամ անկողնուցանած, փաթաթած սև, սպիտակ, ամբողջը միասին, բերում են, տալիս են, դատարկում են, տեսակավորում։ Անուշ բույրը, իր այդ ճռճռան վիճակը, ես եմ պահպանում, այսպես ծալած, հարթուկած, տալիս ենք իրենց։ Ամառը սեզոնին մալինա ենք հավաքում, գարնանը կարտոշկա ենք գնում ցանում, աշունն էլ կարտոշկա ենք հանում, անդադ աշխատում եմ, որպեսզի հասցնեմ։ Չեմ սիրում նստել, այսպես առօրյան աշխուժ լինի, գնալ, գալ, բերել, տանել, սիրում եմ։ Ամբողջ օրը ոտքի վրա։ Մեկ էլ տեսնես երեխեքը մամա կարոտել ենք պապային, նստում խոսում ենք, իրար հետ լացում ենք, շուտ ենք գնում գերեզմանոց, հիմա ով տեսնում ասում Անդրանիկը տոշն իրա պապանն է։ Ապրես աղբեր։ 2 տարի ամուսնուց մահից հետո ոչ մի տեղ չէի գնում, ոչ մի առեթի չէի գնում, փորձեցի դուրս գալ աշխատանքի, չէի կարողանում կենտրոնանալ, ես հիմա որ մեկը պետք է անեմ, պետք է կոմունալներով զբաղվեմ, թե երեխաների սնունդը, հագուստը, դպրոցը, չէի հասկանում, բայց չգիտեմ ոնց դուրս եկա այդ վիճակից։ Այդ ինչ առարկա է, պետք է դասը սովորես, նոր գրավորը կարնես գրես։ Նստում եմ, ասում եմ առավոտյան սուրճ խմելուց, ես հասցրեցի այս գործը, ես հասցրեցի այս մյուսը։ Օրինակ հեռուստացույցը չունենք, երեխեքը դասերից հետո կամ դասերի ընթացքում, որ հոգնում էին, ասում եմ ինչով զբաղվենք, ասեցի եկեք մի քիչ գումար հավաքենք, մի քիչ դուք հասկացեք ինձ, հա մամա, դու կառնես, ասում եմ հա կառնեմ։ Առաջին դասընթացի ժամանակ եմ գրել։ Չեմ ուզում դոփել տեղում, սիրում եմ սովորել եւ աշխատել։ Սովորեցինք այնտեղ, որ դու կարող ես ծանոթանալ աշխատանքին, հետո ուզում ես ինչ-որ բան փոխես, փոխի, ասա հարցրու, այո, այդ ճիշտ է, որ դու քո իրավունքները իմանաս, դու քո իրավունքները պաշտպանես։ Հին կարի մեքենա է, շուտ-շուտ փչանում է, որ ունենամ նորը պրոֆեսիոնալ կար է, արդեն աշխատանք կլինի այդ։ Դերձակ ունենք մի հատ գյուղում, ու պահանջված է, ամեն քայլափոխին հնարավոր է, որ ունենաս աշխատանք։ Անդ, արի հաց պատրաստ է։ Քեզ տամ, Անդրանիկ, թե դու կմաքրես։ Ես մաքրես տամ, քեզ քույր։ Այս երեկոյան հացը չեն ուտում, սպասում են ինձ։ Միասին որ ուտենք, մենակ չեն ուտում, թե չէ որ իրանք կերած եղան, ես եկա, ես մենակս հաց չեմ ուտի։
Այդ քեզ պետք չի։ Հիմա ես սիրում եմ գյուղական կյանքը, բայց իմ տղան սովորելու հետ սեր ունի։ Ասում մամա, ախր տենում եմ որ ցանում ենք, չի լինում։ Ասում ինչ ես ուզում, որ կարաս սովորես, ասում, ավելի լավ չի դրանով ապրելը։ Ասում, հա, դու ուզում ես սովորես։ Ձգտում ունես, սովորի, դու առաջ գնա։ Չեմ կոտարվում դժվարությունից։ Պետք է անենք այս գործը, վայ մենակ ոնց եմ անելու, չասում երեխեք հետ կգնամ կանեմ այս գործը, ու այդ ինձ ուժ է տալի, կյանքը ես դրա մեջ եմ գտնում, որ քո սիրելի մարդկանց հետ բոլոր դժվարությունների միջով կանցնես։